Բարի երեկո։ Բարի երեկո, ովքեր միացել են արդեն YouTube-ով։ Աշխամբար մյուս հարթակներով էլ միանանք։ Ներկայացնեմ այսօր ինչից ենք խոսելու, սիրելի դիտողներ։ Ի տարբերություն նախորդ թողարկման կփորձեմ հենց վերնագիրը ամբողջությամբ ծածկել, անցած անգամ եւս մի քանի բաներ խոստացված, ընդամենը մեկը հասցրինք, այսօր կփորձեմ ավելի սեղմ, որ երկու թեմաները, որոնք էլի տարողունակ են, բայց փորձենք երկուսն էլ ծածկել։ Առաջի թեման, որի մասին խոսելու ենք, հայ ժողովրդի դեմ իրագործվող բարի ամենաբուն իմաստով ցեղասպանական ռազմավարությունն է, օրինակներ կբերենք, համեմատականներ, էպիզոդային օրինակներ կամ ինչպես գիտնականներս են կոչվում, անեկդոտային, այդպես է դա կոչվում, բայց նաև տեսական բացատրություններ, տեսական հիմնավորումներ, հավատարիմ նաև մեր հաղորդման ոգուն, որ կոչվում է քաղաքագետի կաբինետ, այսինքն այստեղ ինչքան էլ որ պարզ ամեն ինչ մատուցենք, ամեն դեպքում հիմքում պահում են քաղաքագիտական ճշմարտությունները։ Եվ երկրորդ թեման ավելի հողեղեն, այսպես ասած, ավելի այսպես հողին կպած, ավելի միգուցե այժմեական, թեպետ առաջի թեման էլ պակաս այժմեական չի մեղմ ասած, բայց առաջի թեման պրոբլեմի մասին է, որ մեր դեմ վարվում է ցեղասպանական քաղաքականություն, իսկ երկրորդ թեման այդ պրոբլեմի հնարավոր լուծման կամ այդ լուծումը խոչընդոտող երևույթների մասին է, մասնավորապես մեր ներքաղաքական դաշտում ըստ էության 2020 թվականից սկսված եւ մինչ օրս ցայսօր շարունակվող մի երևույթի մասին, որը ժողովրդական լեզվով կարող են կոչել տարբեր ձև կարող են կոչել նախկինատյացություն, կարող են կոչել նախկինացավ, մի քիչ ավելի պարզ ժողովրդական լեզվով դրա քաղաքական բաղկացուցիչի մասին։ Գնացինք հերթով։ Առաջինը մեր դեմ իրագործվող ցեղասպանական արշավի մասին, սա ամենևին չափազանցություն չի, որովհետև երբ որ մեկ ասում են ցեղասպանություն, դա դե լավ ասում են ցեղասպանություն են, չգիտեմ, դերձորն է, բան են, դաժան կադրեր, առաջներում էր տենց բան լինում, հիմա այսօր օրը ցերեկով դե լավ ինչ եք ասում։ Նախ հիշացնեմ ցեղասպանության դեպքեր, որոնք նույնիսկ ուղիղ եթերով են հեռարձակվել եւ հեռարձակվում, բարեբախտաբար ոչ Հայաստանում, թեպետ Արցախում իրականացված նույնպես ցեղասպանություն էր, բայց ես ուզում եմ հենց դաժանագույն, ամենադաժանագույն տեսարանների մասին խոսել, որ բարեբախտաբար Արցախում էլ նման տեսարաններ զանգվածային չեղան, որտեղ մարդիկ հիմնական դրա հետ են ասոցացնում ցեղասպանությունը։ Սիրիայում ընդամենը կես տարի, մեկ տարի առաջ մենք այդպիսի տեսարաններ էինք տեսնում, երբեմն իրոք ուղիղ եթերում, երբեմն մի քանի ուղղակի րոպե կամ մի քանի ժամ ուշացումով։ Տեսարաններ ինչպես էին Թուրքիայի աջակցությունը վայելող եւ նոր իշխանության եկած խմբերը հալածում ալավի տղամարդկանց օրինակ։ Այդ կադրերը նույնիսկ ավելի դաժան էին, եթե այդպես ուղղակի պարզ համեմատենք մարդկային զգացականության առումով, նույնիսկ ավելի դաժան էին, քան, ասենք, օրինակ հայոց ցեղասպանության կադրեր կան, չէ՞, ասենք Խարբերդի փողոցով, Խարբերդի կենտրոնական փողոցով աքսորականների այդպես քարևանը քայլում է, այնտեղ էլ ոտքի վրա մարդիկ քայլում են։ Այստեղ կադրեր կային, վիդեոներ կային, տեսարաններ կային, որ մարդկանց ուղղակի բան էին անում, ալավի տղամարդկանց այսպես ծնկաչոք չոքացնել էին տալիս կոպիտ ասած եւ ընթացքում է երբ ուզում էին խփում էին, երբ ուզում էին կրակում էին։ Մի վիդեո կար, որ հասկանալի է իր վայրագության աստիճանով դաջվել է հիշողությանս մեջ եւ երևի երկրորդ անգամ եմ արդեն հիշատակում նույն ուրեմն այդ պրոթուրքական խմբավորումներից մեկի հիմնականում մեկ խմբավորում էր մարտիկը մոտենում է մի տուն, որտեղ ինչպես եւ իդեպ հայոց ցեղասպանության օրերին արդեն չափահաս մարդ չի մնացել, սպանված են, 3 երեխա են մնացել, 3-ն էլ մանկապարտեզի տարիքի, մեր լեզվով ասած, եւ մոտենում են արաբերենով երեխեքին, այսպես քմծիծաղով, խնդալով, հահահիով, երեխեքին ասում են, որ մեկիդ գլուխը առաջինը կդրենք։ Երեխեքն էլ վախից մեկը մյուսին է ցույց տալի, բարձա մեկը մյուսին է ցույց տալիս։
այդտեղ հասկանալի չի այդ երեխաների ազգակցական կապը, բայց անգամ եթե հարազատ քույր ու եղբայր են, շատ բնական է, որ այդ սարսափի պահին իսկի չափահաս մարդը կարող է կորցնի այդ պահին մարդկային դիմագիծը, որ հարազատին ցույց տա մատով, որ մնաց երեխան։ Բայց դա ուղիղ եթերային ցեղասպանություն էր։ Հիմա դե կանգնեք, ձեզ ճողեք, ասեք այսօրվա աշխարհում չի կարող այդպես բան լինի։ Ուղի այդ Սիրիան վերջի 10 տարում դարավ է այդպես տապալված պետության բան հոմանիշ։ Սիրիան Սիրիա էր ժամանակին, Հալեպը Հալեպ էր, Դամասկոսը Դամասկոս էր։ Առաջի մեր բաները առևտրականները իդեպ հələ սովետի վերջին տարիներին սովետը կար։ Այդքան Թուրքիա չէին գնում, ինչքան Սիրիա էին գնում։ Այդ մարդկանց գտեք, խոսացրեք, ես հատուկ եմ կենսաղային բանի վրա տանում, չեմ բերում ինչ որ Սիրիայի ՀՆԱ-ն ինչ կաներ, չգիտեմ քաղաքական համակարգը։ Պարզ, որ մարդը գնում է այդ երկիրը տենում է, ասենց չանեն կախված ամենում, այդտենց երկիր էր Սիրիան։ Այսինքն Սիրիան, որ հայտնվել է հիմա այդ օրին մեկը մտնում է երեխեքին, ասում է, որ իր գլուխը կտրեմ առաջինը։ Այս Սիրիան կարա այդպիսի վիճակում հայտնվի, ասենք Հայաստանը չի կարա։ Տարբերությունն եմ էլի ուզում հասկանամ։ Որտեղ տարբերություն չեմ տեսնում, նմանություններ շատ եմ տեսնում։ Երկուսի հանդեպ էլ Թուրքիան ունի ծավալապաշտական նկրտումներ, երկուսի տարածքն էլ համարում է իր պատմական, իր քաղաքակրթական ինքնության, որ կոչվում է Օսմանյան կայսրություն, անբաժանելի մասը։ Ես զորավոր նմանություն տվեցի, հիմա եթե կարող եք զորավոր տարբերություն տվեք։ Նույնիսկ տարբերությունները կխոսեն հոգուտ իմ փաստարկի։ Օրինակ այն, որ Սիրիան ավելի մեծ է, Հայաստան ավելի փոքր է, հետեւաբար մեծը ավելի դժվար է կուլ տալ, բայց Թուրքիան արդեն կուլ է տվել։ Փոքրը ավելի հեշտ է կուլ տալ։ Այնպես որ անգամ եթե գտնեք տարբերություններ, դրանք խոսելու են հոգուտ այն տխուր փաստարկի, որ Հայաստանն էլ կարող է նույն վիճակում հայտնվել։ Հիմա գանք թե ոնց է դա նախապատրաստվում, որտեղ մենք այս մասին պետք է խոսալ բարձրաձայնել, ինչքան էլ որ տպավորություն է եւ ես գիտեմ բնակչության մեր մի զգալի հատվածը, որ հասկանում է այս խնդիրների մասին, ինչ որտեղ արդեն հոգնել է այս խնդիրների մասին լսելուց, ոչ թե որ ուզում է ջայլամային քաղաքականություն վարի, այլ ուղղակի անելանելիության մեջ է, այսինքն լավ հասկացանք, մենք գիտենք, հասկացողը հասկացավ, չհասկացողը չի հասկանալու։ Ես մի փոքր համաձայն չեմ այդ պնդման հետ, կդառնա մեկ այլ զրույցի թեմա, թե ինչու, ուղղակի ֆիքսենք, որ համաձայն չեմ, ըստ այդմ դրա համար ես ինքս նույն բանը 1000-րդ անգամ ասում եմ, որ այո, մեր դեմ էլ այդ ռազմավարությունը աշխատում։ Հիմա արդեն այսպես հակառակ է, օրինակով գամ, այս խանջատվեց։ Օրինակով գամ, գրեթե աննկատ անցավ ընդհանուր լրահոսից, որպես մեղադրանք չեմ ասում, հատկապես որ մեղադրանքի հասցեատերել չկա որպես այդպեսին, փաստն եմ արձանագրում, որ գրեթե աննկատ անցավ այն հանգամանքը, որ մեր փառապանց զինվորականներից գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանդեպ այս դե ֆակտո իշխանությունները հետախուզում են հայտարարել, ինչ են արել, ռոզիսկ էլի կոպիտ ասած։ Այս որում բառը ինքնին արդեն, եթե նկատում եք, վատնա, որպես կանոն ում են չէ ռոզիսկ տալի հետախուզում հայտարարում մարդու, որ փախած է կոպիտ ասած, իսկ Գրիգորի Խաչատուրովը փախած չի, անգամ եթե տեխնիկապես մարդը երկրում չի, բայց իր նկատմամբ հարուցված քրեական գործ կար, ապօրինի բնականաբար, բայց նույնիսկ այդ ապօրինի հարուցված գործի շրջանակներում ինքը ամբողջ իրավունքներն ուներ, նույն այդ գործը հարուցողների կողմից տրված իրավունքը երկրից բացակայելու, տեղաշարժվելու եւ այլն։ Բայց չէ, իրանք հատուկ հետախուզում են հայտարարել, որ մի հատ էլ այդ պիտակը կպնի։ Ինչի ես օրինակը հիշեցի, նախ որովհետև ուշադրության արժանի է, իրոք լրահոսից գրեթե ոչ թե լրահոսից տեխնիկական իմաստով, այլ հանրային ուշադրությունից գրեթե վրիպեց հասկանալի պատճառներով, որովհետև օրակարգային հարցերը շատ են։ Հիմա այս օրինակը բերում եմ հետևյալի համար։ Տեսեք, թողարկումը վերնագրված է 1915 մաս 2 կամ հատոր 2 անգլերեն են գրել վոլյում։ 1915-ի մեխանիզմը ոնց է եղել։ Ինչի ենք մենք օրինակ ապրիլի 24-ը որպես օր վերցրել ոգեկոչելու։ Սկզբից ազգին գլխատում են։ Դա հնչում է այսպես մի փոքր գեղարվեստական,
ոնց որ մեր օրինակ փառապանց ասմունքողներից, պես Սիլվա Յուզբաշյանի, որ ասմունք մի տեսակ լինի, բայց բուն իմաստով դա տեղի ունեցավ նաև ապրիլի 24-ին, բայց կարևոր անգամ բուն իմաստն էլ չի, այլ փոխաբերականը։ Այսինքն ազգը որպես քաղաքական միավոր, որպես հավաքականություն զրկել ղեկավար կամ պոտենցիալ ղեկավարելու ընդունակ տարերից։ Մեկ-մեկ լնում են անդուր մարդիկ, ուրիշ բառ չասեմ, օրինակ հենց հիմա նույն Գրիգորի Խաչատուրովի օրինակն է, ասես օրինակ ազգին գլխատում են, ասին, հա բայց ինքը սենց չի ծառայում։ Դե ինչ ասեմ, կարճամիտ, նեղմիտ մտածողություն, չի ծառայում, բայց կարա չէ ծառայի։ Ազգի բաղկացուցիչ մասն է այդ մարդը, կա գոյություն ունի իր փորձով, իր գիտելիքներով, այսօր չի ծառայում, կարող է ծառայի։ Բայց եթե դու մարդուն հետապնդում ես, հալածում ես, բանտարկում ես, ես ինչ ես անում, ռոզիսկ ես տալի, ստացվում է որ գլխատում ես, որովհետև գլուխը այդ մենակ ինչիով էս պահին այդ գլխի տեղն ազբաղեցնա, գլուխը այն ով այդ պոտենցիալ այդ ընդունակությունը ունի կազմակերպելու, առաջնորդելու։ Հիմա եկեք մենք նայենք մեր էլիտայից օրինակ ինչ է մնացել մեր ազգի սերուցքից։ Արցախյան բաժինը գրեթե ամբողջությամբ գլխատված է։ Արցախյան մեր էլիտայի, որը ընդհանուր հայկական էլիտայի մի մասն է, մի ճյուղն է, հիմնական զորավոր ներկայացուցիչները այսօր պատանդարված են Ադրբեջանում։ Եվ այս իշխանությունները մատին չեն տալիս նրանց ազատ արձակման համար, ընդհակառակը իրենց շահերից բխում է դա, վերջերս իդեպ ոչ հենց ռազմաքաղաքական ղեկավարության մասով, բայց Վիգեն անունով էլի պատանդ ունենք Ադրբեջանում, ազգանու ուղղակի հիմա չեմ ուզենա սխալվել, որովհետև այդտեղ Ֆրանսիա, Լիբանանա հայկական հնչողությամբ է, սխալ կասեմ հաստատ, ինքը Լիբանանի քաղաքացի է իդեպ, բնականաբար եկել էր 20 թվականին օգնելու իր հայրենիքին։ Լիբանանի արտաքին գործերի նախարարությանն էին ոնց որ հարցում ուղարկել ինչ է կանում, նրանք էլ ասել էին մենք առավելագույնը անում ենք, բայց պետք է ոնց որ Երևանն էլ մատեմատին տա։ Դե դրանից ավելի պարզ ասել որ Երևանը մատեմատին չի տալիս, մի փոքր դժվար է։ Հիմա Արցախյան էլիտան այդպես մեկուսացված է, շարքից դուրս բերված է այս պահին պատանդի կարգավիճակում է Ադրբեջանում։ Կան առանձին հասարակական քաղաքական գործիչներ Արցախցի, բայց գիտեք ոնց որ հիմա ասա բաժակ է եւ կա ասենք գրաֆին կա։ Տարբեր քաշային կարգեր գոյություն ունեն, ամենամեծ կազմակերպչական հեղինակային հմտություններ ունեցող մարդիկ չկան այսօր դաշտում։ Եվ նայենք Երևանյան, ասենց ասած, ՀՀ-ի ոնց որ դաշտը, ինչքան ազդեցիկ մարդ կար, էլ պիտակավորեցին, էլ անուն կպցրեցին, էլ հալածեցին, հիմա այսպես հետապնդում են, անցել են եկեղեցում, որպես այդպես վերջի ամենակուռ մնացած կառույց, եկեղեցուն ներսում էլ ընդհանուր եկեղեցուն եթե համարեն գլուխ, եկեղեցուն ներսում էլ գլխատում են ամենակարևոր կենտրոնները, կազմը, այսպես ասած, հալածյալ arczepiskoposների պատահական չի ընտրված։ Իրենք փորձում են իրենց այդպես դեղին մամուլային ձևերով համել հիմա որ համարյա բաց են խոսում, բաց խոստովանում են, ասում են այո, ԱԱՑ-ն պիտի զբաղվի, ԱԱՑ-ն զբաղվում է այդ հարցերով, այդ չի հարցը։ Այդ կիսաբաց խոսալու կոնտեքստում նաև հասկացնում են, որ հա, կոպիտ ասած Արշակ, Միքայել, Բագրատ եւ Մկրտիչ arczepiskoposներին իրենք հատուկ են բան արել, թիրախավորել, որովհետեւ նրանք հավատարիմ են կաթողիկոսին, դե իրենք էլ կաթողիկոսի հետ իրենք ով են ես չեմ հասկանում, որ խնդիր ունենան կամ չունենան կաթողիկոսի հետ, բայց հայտարարում են, որ ունեն, եւ մտածում են, որ այդքան կան, բայց իրականում այստեղ խնդիրը զուտ այդ իրանց հետո իրանք այդ հավատարմությունը ուզում են ներկայացնեն մի քիչ հավատարմությունը երկու կողմ ունի, էլի, այդ բառի ազնվական իմաստը եւ այն կենթանական։ Մի անգամ Ստալինը հերթական իր հին զինակիցներից մեկին, որ ժամանակին իրան օգնել էր գնդակահարելու հրամանատալի, գալիս են եժովականները, որ բռնեն, արդեն հասկանում է, էլի, խի են եկել, չեմ հիշում ուղղակի որն էր, բայց հին Լենինյան գվարդիայից էր։ Ասում եմ, միած Ստալինին գնացեք, ասեք, ոնց որ սա է իր հավատարմությունը։ Ասում եմ, այդքան պարզ բան, միջնորդել բան պետք չի, ուղղակի գնացեք հարցրեք, սա է իր հավատարմությունը։ Գնում են որպես, այսպես ասած, վերջի
մարդու վերջի կամքն է, էլի պետք է անեն, գնում են Ստալինին ասում են, դե ասում է գնացեք փոխանցեք, որ հավատարմությունը բնորոշ է կենդանիներին։ Նու սա կիսա ճշմարտությունն է, այսինքն կա հավատարմության եւ այդ կողմը անասնական, բայց կա նաեւ ազնվական կողմը, մարդկային, հոգեվոր, Աստծուց տրված, չէ, Աստված մեզ ստեղծել է իր նմանությամբ։ Հիմա իրանք փորձում են այն վատ կողմով ներկայացնել, որ դե տենց գարեգինի հավատարիմներն են, դե իրաբանով գնում են։ Բայց հարցը մենակ այդ չի։ Նախ իրեն գարեգին երկրորդ ամենայն հսկատողիկոսին իրենք եւ ոչ միայն իրենք հավատարիմ են որդիական հոգեվոր իմաստով, եւ երկրորդ իրենք ամենաազդեցիկներն են ամեն դեպքում հիմա ամենայն հարգանքով մնացած նորմալ ուխտին հավատարիմ, այսինքն նկատի ունեմ ուխտյալ եպիսկոպոսների եւ նաեւ արքության աշճան ունեցող եպիսկոպոսների, բայց այս մարդիկ ամենաազդեցիկներն են։ Բոլորը հիմա բան են, հալածական են, բանտարկված են։ Լավով մնաստակը, քաղաքական գործիչները դե ինձ լավ գիտեք, բոլորի վրա գոնե մի հատ, եթե ոչ մեկից ավել սիմվոլիկ գործ կա։ Սա կաշկանդում է, չէ՞ մարդկանց։ Կաշկանդելասով ես նկատի չունեմ, որ իրանք դադարում են հայերն ասել, իրենք գալ ազգի համար մտածել, իրենց չափով ինչ որ մի կերպ կաշկանդում է։ Ավելի մանր թեմաների մեջ չեմ ուզում մտնել, չեմ բանկային հաշիվների վրա կալանքներ, բաներ, բիզնեսների հալածանք, այդպես արդեն բանն է, այն մանր բաներն է համեմատած են բուն բանտարկության, փորձել հեղինակազրկել, այդ ամեն ինչի հետ։ Սա է 1915 թիվը ժողովուրդ։ Հիմա Ղարաբաղում տեղանացած ցեղասպանություններ, թե չէ, մի ընկալեք ցեղասպանությունը միայն այդ վայրակ տեսարաններով, հատկապես որ իդեպ 2023 թվականին, ինչպես եւ 2020 թվականին վայրակ տեսարանների պակաս չի եղել Ղարաբաղում եւ զինվորական եւ քաղաքացիական բնակչության հանդեպ։ Այո, 23 թվականին դա եղել է շատ քիչ, բայց եղել է։ Բայց միևնույն է, եթե անգամ այդ քիչն էլ չլիներ, տեղանացած ցեղասպանությունն է։ Հիմա ոչ եմ բացելու կոնվենցիան կարդամ, բայց եթե բացենք կոնվենցիան կարդանք, ցեղասպանության հանցագործության եւ նրա կանխարգելման մասին 4 թվի կոնվենցիան ՄԱԿ-ի ցեղասպանությունն է։ Մի ամբողջ էթնիկ խմբի իր հայրենիքից այնպիսի կենսապայմաններ են ապահովել 22 թվականից սկսած, որ չկարողանա ապրի, վերջում էլ հանել քշել են, բայց ոնց արում ցեղասպանությունը։ Նույնիսկ իդեպ կապիտուլյացիան։ Երբ որ ասում ես կապիտուլյացիա, մարդիկ միանգամից հիմնական պատկերացնում են նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան, ասում են դե չէ, դե ոնց մենք օրինակ բանակ ունենք։ Հա, ունես, բայց ունես։ Կամ քո բանակի մաս էր նաև պաշտպանության բանակը, բայց եթե դու 20 թվականին գնում ես թուղթ ստորագրում թշնամուց հետ, որ դու հրաժարվում ես բանակը կիրառել որպես քո ազգային իրավունքների պաշտպանության միջոց, եւ ի հավաստումը նրա թշնամու թելադրանքով դու բանակից ստորաբաժանումները երկրի ներսում տեղաշարժում ես, պլյուս մի հատ էլ համաձայնվում ես բանակից ստորաբաժանում հանդիսացող պաշտպանության բանակը այլևս չհամալրել, 20 թվականից հետո էլ զինվորա գնաց Ղարաբաղ։ Դա կապիտուլյացիա է։ Ուղղակի մի քիչ ավելի փափուկ կապիտուլյացիա, soft։ Բնորոշ այս մեր անտերուդուս 21-րդ դարին։ Նույնը ցեղասպանությունը, Ղարաբաղում տեղանացած ցեղասպանություններ։ Եվ այո, նույնը նախապատրաստվում է նաև Հայաստանի դեմ։ Ըստ որում ցեղասպանության պատրաստման մեջ ամենակարևորը այդ մոմենտին հասնելն է։ Թալյաթը նամակներ էր գրում կատաղած Էնվերին։ Թալյատ Փաշան էլի 18-ի ամառը Էնվերին կատաղած նամակներ էր գրում, ասում էր կներեք հակառակը Էնվերն էր կատաղած նամակներ գրում Թալյաթին, այսօրվա Ադրբեջան կոչվող տարածքից։ Ասում էր խիչ ենք Հայաստանի հարցը վերջնական փակում։ Այդ 18 թվի հունիս-հուլիսի բան եմ ձեզ պատմում։ Ասում պետք է մեկն միշտ փակել։ Քանի իրանական խնդիր է կապ չունի, որ հիմա քչացած են փոքր են։ Թալյաթը ասում էր, չէ, թոմնա դեմը չես իմանա ինչ կլինի, կկրվենք մեծ պատերազմում, բանակցություններ են ելնելու, սա հարցերը կարան բացվեն, թոմնա կարողա պետք կլինի մեզ այդ տեսակ Հայաստանը ներկայացնել, որ հեսա տեսեք, ասում եք մենք ես իմ կոտորել ենք, ինչ ենք արել, դե գիտեին, որ թեման բացվելու է։ Հենա տեսեք Հայաստանը առաջինն ենք ճանաչել այդ երկրի անկախությունը։ Բայց ասում էր իրականում մեզ պետք է որ այո Հայաստանը լինի պարկի մեջ, այդ պարկի բռնակն էլ լինի մեր ձեռքում, Թալյաթի բառերն են։ Թուրքական շահի տեսանկյունից ավելի մի քիչ հեռատես էր մտածում։
Չնայած հիմա օրինակ Էրդողանը որպես էնվերական կարա ասի, պես տեսեք էնվերներ ճիշտ այդ բան հարցը չլուծեցինք, հետո մեծացան 19 թվին Կարսը վերցրին, Կարսից արևմուտք գնացին, 93 թվին Ղարաբաղը վերցրին, էնվերը ճիշտ էր էլի ասում ուրեմն։ Բայց էականը այստեղ Թալյաթի տրամաբանության մեջ եթե մտնենք, կարողանալ այդ պահին հասնել, որ երբ ուզես դու պարկի բերանը կարողանաս փակել ու շնչահեղձ անել։ Հիմա օրինակ Ղարաբաղի դեպքում դա սկսեց 22 թվականի դեկտեմբերից, երբ որ ճանապարհը փակվեց, հետո մի հատ 23-ի ապրիլի 23-ին անցակետ դրեցին։ Կամաց ոնց որ պարկը սեղմում էին, ու կարող է ասենք այդ պատերազմը իրանց հարձակումը ցեղասպանական սեպտեմբերի 10-ին ինչ լներ, նոյեմբերի 26-ին լներ։ Բայց կարևորը որ դու այդ վիճակին հասնես։ Հիմա մենք որ ասում ենք ցեղասպանություն, ասում են, հա, բայց գնացել ես հանգիստ նստած եթեր ես անում։ Ինչ գիտես ես հանգիստ եմ, թե հանգիստ չեմ։ Եթեր եմ անում, որ դու լսես հասկանաս։ Այսինքն եթե մեջ են եկել նիսկ կոտորել, այդ չի նշանակում որ հենց հիմա դրա նախադրյալը չի ստեղծվում հանրապետության հրապարակում, ինչպես նաև Անկարայում եւ Բաքվում ստեղծվում է։ Բա նախադրյալի դեմ են պայքարում։ Այն ո՞նց է որ տենում ես վիրուսակիր մարդը արդեն այսպես վիճակում է ուզում փռշտա վրետ, ու խոդ ես ելնում, չէ՞։ Դե մի եղի հələ չի փռշտացել։ Բայց գիտես չէ փռշտալու է, այնին նրա նշանն է։ Դրա համար ու խոդ ես ելնում, բացիլները վրետ չգան։ Նույնն է ստեղա։ Եվ այս ամենաթարմ սրա դրսևորումը եղավ 3, եղավ այսօր առավոտյան Արշակ arczepiskoposi ապօրինի հետապնդումը։ Ես երկու համեմատական էի բերել, նաև թե ոնց է այս թուրքական ձեռագիրը հիշացնում, մեկը գիտեք, ենթադրում եմ Արշակ arczepiskoposին կանչել էին քնչական, հերթական հարցազրույցի, դե կանչում են քաղաքացի ես պիտի ներկայանաս ու քնչականի դռան մոտ հետո ԱԱՑ-ն եկել ձերբակալել էր։ Ես համեմատել էի 1915-ին, երբ որ Վանի կուսակալը Ջևդետ Բեյը դաշնակցությանը առաջարկ էր ուղարկել, որ պատվիրակություն ուղարկեք, այդ հարավի գյուղերից մեկում նստենք բան անենք, բանակցենք, հասկանում ենք ինչ վիճակ է, բան պախարոշում էլի լավով փագենք այս հարցը։ Դե մերոնք էլ իհարկե այդ պատվիրակության ղեկավարը ինքնին, որը իշխանն էր, Ղարաբաղցի, մեր ազատագրական պայքարի փառահեղ գործիչների այդ աստղաբույլի մի զգալի մաս Ղարաբաղցիներ էին, այդ թվում Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը։ Իշխանը շատ լավ գիտեր, որ էլ հետ չի գալու։ Գնալուց Արամ Մանուկյանն ասում էր, որ ես գիտեմ ուր եմ գնում։ Բայց դե չէին կարա չգնային, երբ որ դու թույլ ես, երբ որ դու անդադ վախում ես, որ պատասխանատվությունը չբարդվի քո վրա, ապա կառուցողական լինելով, ստիպված փորձում ես միշտ կառուցողական խաղով խաղալ։ Եվ ճիշտ էր իշխանը գնաց, մի հատ քրդի տանը հանգրվանել էին, որ պետք է Ջևդեթը գար այդտեղ բանակցեին, քշերը քրդերը մտնում են ուղակի կրակահերթով բոլորին սպանում են, անցնում են առաջ։ Բայց կանչել էին բանակցության։ Երկրորդ օրինակը որ հիշեցի, արեցին դա այն ժամանակ, երբ որ մեր վեհապար հայրապետը կաթողիկոսը երկրում չի, Ֆրանսիայում է։ Այս հիշեցի, որ ապրիլյան պատերազմն էլ սկսել էր այն ժամանակ, երբ որ նախագահ Սերժ Սարգսյանը կարծեմ Նյու Յորքից Սամալոտի մեջ վերադառնում էր Հայաստան, այդ էլ Տերեդ Մեռնի բանա, օվկիանոսային թռիչք է, էլի, այսինքն 10+ ժամ է տևա։ Բայց իհարկե ինքնաթիռի մեջ կապ կար, էլի բնականաբար, բայց այնչի ինչ որ բան լինի, ռեալ գետնի վրա լնես, այդ չասած երկրում լնես։ Նույնն էլ այս դեպքում։ Բայց այստեղ ամենափառահեղ համեմատությունները բերել էր իմ ավագ ընկեր, գործընկեր մի րոպե կներեք, բացում եմ մի անգամից որ եկեղեցու հետ կապված բան, բերում արդեն օբյեկտիվորեն շեղվում եմ, բայց լավ, ես հիմա ուզում կարդամ իմ ավագ ընկեր եւ ավագ գործընկեր Միքայել Մալխասյանի բերած համեմատությունը, Միքայելը մեր անկախության սերնդի թերևս լավագույն պատմագետն է, նայեք ինչա գրում։ Հիմա հայ եկեղեցուն, հետո սա ճակերտների մեջ է, տերորիզմի, պետական հեղաշրջման, նյութական միջոցների ապօրինի շրջանառության եւ արգելված նյութերի իրացման մեջ մեղադրել են օսմանյան մոլլաները 1915 թվականին, երբ ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ հայերի դեմ ջիհադի կոչ էին անում իրենց խառնամբոխին եւ թուրքական կանոնավոր բանակին։ Դրանից հետո էլ կատարվում էր հայոց ցեղասպանության զանգվածային սպանությունների զգալի մասը։ Իմաստի եղածներից որը այսօր չի լինում։
եկեղեցին էլ բանա, էլ հա խաղաղության խոչընդոտ է, թուրքերն էլ էին նույն բանն ասում։ Հենա այսօր էլ իմացա, ինչ-որ դե ֆակտո պատգամներից մեկը ասել էր, բա вообще շուտ զբաղվեինք, ես եկեղեցով խաղաղության process-ն էի խանգարում։ Այսինքն սա կա, ինչի մեջ որ թուրք մոլաներն էին մեղադրում հայկա եկեղեցուն, այսօրվա դե ֆակտո իշխանություններն են մեղադրում։ Գործակալ լինելու, խաղաղություն խոչընդոտելու, այսինքն կռիվ գցելու փաստացի, արգելված նյութերի շրջանառություն, ասում են ինքը ինչ-որ մեկի ջեբի մեջ ինչ-որ բանա գցել, թե մի հատ էլ գցել տվել, չերես։ Եվ 2018 թվի ինչ-որ եղած դեպք։ Ես ճիշտ այնց իրավաբան չեմ, բայց առաջինը, որ այդ բանը կարդացի, իմացա էլի Բաբայան Արսենի լայվից, որ այդպես ինչ-որ մեղադրանք հա ոնց որ ինքը փորձելով ուրիշին վարկաբեկել, թմրանյութ կամ թմրանյութին հավասարեցված ինչ-որ տարա գցել, իբր Արշակ Սրբազան մեկի ջեբը։ Նախ Արսենն էլ Բաբայան դրան անդրադարձել էր, որ բայ դեպքում ինչի է մեղսագրվող արարքը թմրանյութերի ապօրինի շրջանառություն։ Այդ ապօրինի շրջանառությունը ուրիշ բան է, այդ ստացվում է անձին վարկաբեկել։ Լավ, դա հələ իրավական անգրագիտությունը անցանք։ Իմ մոտ հարց առաջացավ իրավաբան չլինելով։ Լավ, այդ տեսակ բաների բանի վաղեմության ժամկետները ինչքան է 1000 տարի է անցել։ 18 թվից քանի տարի է անցել։ Էն էլ այդ դեպքից 7.5 տարի է անցել, վաղեմության ժամկետ դրան չկա։ Չէ, ես այն ինչ-որ կոչ չեմ անում, որ խնդալու կլներ Բաբայան Արսենին կոչանեի, որ կամ այլ պաշտպանողների, որ խորանային, ուղղակի էլի, այսինքն, որ դուք հասկանաք ողջ թյուրիմացությունը, լավ ենթադրենք դրա վաղեմության ժամկետը 8 տարի է, չի անցել, բայց զավեշտալի է, չէ։ Այսինքն ուղղակի պարզ է, որ մարդուն հալածում են։ Գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ օրինակ ես փաստերը գրում ես, ընդդիմախոսներ, այսպես կոչենք, հա, մեր ժողովրդի այդ հատվածը ընդդիմախոսների մոտ, իրանք չեն էլ թաքցնում, որ կոպիտ ասած հա անում ենք, լավ ենք անում, բեսպրեդել ենք անում, լավ ենք անում։ Եվ գիտեք, եթե մարդը ընդունում է, դե հիմնական իհարկե լրիվ բառացի չեն դա ասում, թեպետ առավել նագլիները կան, որ հենց լրիվ բառացի էլ ասում են, ու հատկապես որ իշխանություններն էլ հիմա այդ նագլիությունը ավելի են բանանում, ընտրություններին ընդառաջ փորձում են այդ նագլիությունը կապիտալիզացնել, որպես նաև ուժի դրսևորում, որ ձայներ բերեն։ Բայց անգամ եթե հենց նագլիով չեն ասում լավ ենք անում, հիմնականում կիրառում են այդ հայտնի բալավեր, որ այդ բանը փաստարկային սխալանքը, եւ սա Հայաստանի վերացման ուղիղ ճանապարհ է։ Հիմա այսօր մտածում էի, հիմա կամած երկրորդ թեմային եմ էլի ուզում գամ նախկինների հետ կապված։ Ես մտածում էի, օրինակ սրանք ամեն ինչ կարան անեն ու արդարացնեն, բառացիորեն ամեն ինչ, ու արդարացնեն այդ բալավեր որով։ Օրինակ Հայաստան բերեն թուրքերի ապրսնելու մեր գլխին կրակ։ Ու ասենք կանես, ասես ախպերես ինչ եք անում։ Ասենք կոնտեքստից կտրած ինչ-որ մի հատ բան ցույց տա։ Հիմնականում այդ նպատակով բան են անում, կեղտոտ մի հատ քարոզչական հնարք ունեն, Սերժ Սարգսյանի խոսքերն են բան անում, կտրում UWC Դիլիջան այդ դպրոցը ինչա այդ հաստատության բացման ժամանակ, որտեղ ասում է, հա լավ կլինի, որ այստեղ նաև ադրբեջանցի երեխաներ սովորեն, հետո մի հարցազրույցել ունի, որ ասում է, հա բա մենք որ ռասիստ չենք, ադրբեջանցին էլ կարար կարգավորումից հետո ապրել Ղարաբաղում, որպես կանանց երկուսը կտրում են, սա են հրամցնում։ Երևի իմաստը չունի բացատրել, որ ասենք այդ մարդու ասածը ու բերել Հայաստան թուրք այսօրով բնակեցնել լրիվ ուրիշ բան է, որտեղ այն ժամանակ կար Ղարաբաղ, այն ժամանակ մենք հաղթած էինք ու պարզա չէր պատրաստում Սերժ Սարգսյանը գնալ բերեր թուրք երեխեքին լցեր Դիլիջան։ Ինքը ուղղակի ասում էր, որ այդ տեսեք, միջազգային հանրության հետ էր խոսում, տեսեք մենք ինչքան կառուցողական ենք։ Էս էր զուտ։ Ու ելը ասում են, ժամանակ կոնտեքստն էր ուրիշ, նույնիսկ եթե այն ժամանակ 5 հատ թուրք գար Դիլիջանում ապրեր, Դիլիջանը չէր դատարկվելու դրանից։ Հələ մի բան էլ Դիլիջանցին sense բանով էր նայելու, որ բա մենք կրել ենք ձեզ բան եւ այլն։ Հիմա 5 հատ թուրք գա Դիլիջանից բան չի մնա։ Պայմանական Դիլիջանից էլի։ Նենց չի Իջևանից կմնա կամ Եղեգնաձորից կմնա։ Բայց իրանք կբերեն թուրքերից թե կբնակեցնեն ու ընդդիմախոսների բերանը կփորձեն դրանով փակել, որ հեսա բալավ էր որ։
Այսինքն իրանք անընդհատ անցյալը դեմոնիզացնելով, անցյալի հետ կռիվ տալով իրականում ուզում են ապագան վերացնել։ Հա։ Եվ իրանք են ուղիղ շահառուն այդ նախկիններ կոչված թեմայի։ Եվ այստեղից ես շատ սահուն աննշմար քայլերով ուզում եմ անցում կատարել թեմայի երկրորդ մասին։ Նախ ընդհանրապես ինչի մասին է հիմա տես խորհրդավոր որ գրել ենք նախկինների հանգիստ չթողնելու մասին, ինչ նկատի ունենք։ 2020 թվականից սկսած կա տարածված մի մոլորություն եւ ես խոսքի շարունակության ընթացքում եւ նաեւ այլ ձևաչափերով պատրաստ եմ շատ հանգամանալից կերպով ապացուցել փաստային կերպով որ դա մոլորություն է, որի փր ժողովուրդը չի սիրում, որ նախկինները ունեն բարձր հակավարկանիշ, առանձին վերցրածա ճիշտ է, բայց սա էլ է կիսա ճշմարտություն, հիմա դրան էլ կգա։ Ուստի ձայներ հավաքելու համար պետք է, եթե ոչ հավասարապես թիրախավորել եւ այս դե ֆակտոին եւ նախկիններին հավասարաչափ կամ առհասարակ նույնիսկ նախկիններին ավելի շատ, որովհետեւ իրանք ունեն շատ բարձր հակառեյտինգ, այսինքն բարձ ասած մարդիկ իրան շատ չեն սիրում, մենք էլ որ տենց դնենք մարդկանց սրտից ջուր խմենք, կստանանք իրենց ձեները։ Հիմա ես այս երևույթին շատ եմ անդրադարձել հատկապես մեր գործընկեր Հայելի ակումբի հարթակում ավելի абստրակտ եւ ավելի տեսական ձևերով, նույնիսկ տեղ ազգային բարոյական, որ լավ ախպեր հանգիստ թողեք այդ մարդկանց, այդ մարդիկ լավատ Արցախյան առաջի հաղթական պատերազմի համակերտողներից են, ինչ եք ուզում այդ մարդկանցից, այսինքն չկա вообще հարգանք, պատիվ, այսինքն լրիվ վերացել է, լավ էլ քաղաքականը մի կողմ, բայց այսօր ես թվերի լեզվով եմ ճիշտ նայած ուզում խոսել, մեր հետևորդների մի մասը վստահ եմ տեղյակ է, որ այս աշնանը հայկական նախագիծ կազմակերպությունը իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որը կոչվում է հայկական մտքաչափ, անկախ սոցիոլոգիական հարցում, այսինքն որպես այդպիսին պատվիրված այն չի եղել է ինքնապատվիրված եւ կյանքի է կոչվել մեր աջակիցների, նվիրատուների եւ մեր կազմակերպության կարողությունների հաշվին։ Հիմա տեսեք, ինչ են հաստատում այդ հարցումները, այս մեծ պնդումից, որը ես կոչեցի մոլորություն, իդեպ ինքը պնդում է մեծ, որը ենթապնդումներից է բաղկացած։ Հիմա հերթով գանք։ Արդյոք նախկին ղեկավարները, հիմնական նախկին, որ ասում են Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նկատի ունեն, էլի մի քիչ Լևոնի հարցը անիմաստ է այս կոնտեքստում դիտարկել, արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ունեն հակավարկանիշ։ Այո, ունեն, բայց հակավարկանիշ ունեն բոլորը։ Այդ թվում Հայաստանի դե ֆակտո ղեկավարը, Պարագլուխը։ Այսինքն այստեղ արդեն զուտ պարս 6-րդ 7-րդ դասարանի դպրոցականին որ սա ասես, կարող է մոտը այսպես արկայցի էլի ասի, բայց եթե նրանք էլ ունեն, խնդիրը ներկային փոխելն է, ոչ թե նախկինը փոխելն է, այսինքն ներկայիս իշխանությանը կարաս փոխես նախկին իշխանությանը, ինչ փոխես անցած գնացածա։ Եթե խնդիրը ներկայիս իշխանությանը փոխելն է եւ ներկայիս իշխանությունն էլ ունի մեծ հակավարկանիշ, ինչի դա չփորձել կապիտալիզացնել։ Այստեղ արդեն են բաներ կան, չէ՞, գիտաֆանտաստիկ, սարսափ ֆիլմեր կան, որ ինչ-որ բայից հերոսը հասկանում է, որ ստե մի բան է ինչի։ Հիմա այս այդ առաջի պահն է, որ այո, հակավարկանիշ ունեն նախկին նախագահները, բայց հակավարկանիշ ունի նաև ներկայիս ղեկավարը։ Ըստ որում դա բարձր է, գրեթե 70%-ի ձգտող։ Եթե ինչ-որ մեկին ստույգտիվը հետաքրքիր է, մտնում եք armenianproject.com, այնտեղ դրված է հայկական մտքաչափը։ Այս առաջի մասը։ Գալիս ենք երկրորդին։ Դե քանի որ բանա օգտվենք նրանց հակավարկանիշից։ Այստեղ ի՞նչն է որպես հիմք ընդունվում։ Հիմք ընդունվում են, որ այսպես են ասում, էլի, ասում են ներկայիս իշխանություններից դժգոհ մարդկանց մի զգալի մասը կողմնորոշված չի։ Այո, դա ճիշտ է։ Դա նաև մեր սոցիոլոգիական հարցմամբ ապացուցվում, որ ներկայիս իշխանություններին չսիրող մարդկանց շուրջ 70%-ը չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը։ Պատկերացրեք, չէ՞, այսինքն կան ինչ-որ մարդիկ եւ շատ են նրանք, ելի եմ ասում, գրեթե 70%-ի են հասնում, որոնք չեն սիրում ոչ այս իշխող
անձին, ոչ նրա ղեկավարած կուսակցությունը։ Այդ սիրողների փոքր մասը, մոտավորապես 30%-ը կողմնորոշվել է ում ընտրելու, 70%-ը կամ 70 շատ եմ ասում, 60%-ը չի կողմնորոշվել։ Հիմա մարդիկ ասում են, այ մենք այդ 60%-ի մոտ հականախկինական բաներ, ասենք, իրենց ձենը ստանանք։ Մենք չափել ենք, թե արդյոք այդ 60%-ը իրանք ինչքանով են հականախկինական։ Եվ պարզվել է հետևյալը, այստեղ պետք է մի փոքր կենտրոնանանք, որտեղ ինքը շատ այսպես նեղ տեխնիկական, մասնագիտական բան եմ ասելու, բայց նաև հանրամատչելի։ Ուղղակի մի փոքր կենտրոնացում է պետք։ Գործող իշխանությունին չսիրող եւ դեռևս չկողմնորոշված մարդիկ, այդ 60%-ը, իրենք նախկին նախագահներին չեն հավանում ճիշտ նույնքան, որքան առհասարակ մեր բնակչությունը չի հավանում։ X% այդ մարդկանց անտի-ռեյտինգը, որ այդքան կախվել են այդ անտի-ռեյտինգից։ Ընդհանուր բնակչության մեջ X%, Քոչարյանն X-ը, Սերժ Սարգսյանը Y-ը։ Հիմա այս դե ֆակտոին չսիրող եւ չկողմնորոշված սեգմենտի մեջ նույնպես համապատասխանաբար X-ը ու Y-ը։ Հիմա մաթեմատիկոսները, սոցիոլոգները, տվյալների հետ աշխատող մարդիկ վստահ եմ միանգամից հասկացան այն, ինչ ես պետք է ասեմ, որ դա նշանակում է, որ իրենք հատուկ վերծված հականախկին չեն, իրենք հականախկին են ճիշտ այնքան, ինչքան ամբողջ բնակչությունը։ Եվ իրենք հականախկին են, բայց իրենք նաև հակաիշխանական են։ Այսինքն սա վկայում է նրա մասին, որ իրանք առհասարակ անհետաքրքրված են իրենք քաղաքականությունից, իրենք դուրս են տեսնում, իրենք հականախկին են ոչ թե ինչ-որ գաղափարախոսական պատճառով, այլապես իրանց մեջ հականախկինականությունը ավելի մեծ կլիներ, քան ընդհանուր բնակչության մեջ։ Չէ, իրանք հականախկինական են, որտեղ իրանք ընդհանրապես հակա են։ Այդ մարդիկ ապաթիայի մեջ են ավելի պարզ ասած։ Իսկ երբ որ դու ապաթիայի մեջ եղող մարդուն բերում ես մի հատ նորից նեգատիվ ես տալի, կապ չունի, որ ինքը այդ նեգատիվը կիսում է։ Դու ավելի ես խորացնում իր ապաթիան։ Շատ կներեք, կղանքը ավելի ես խառնում։ Ընդհակառակը ցանկացած իրեն հարգող սոցիոլոգ, ցանկացած իրեն հարգող քաղաքագետ, որը նեղ զբաղվում է քաղաքական վարքաբանությամբ, կհաստատի, որ չէ, այդ տեսակ մարդկանց դեպքում, որ հակա ամեն ինչ են, այսինքն քաղաքական ապաթիա են ապրում, չէ, իրանց հակառակը պետք չի հետները ժողովրդականից ասած շաղկա քաշել։ Իրանց պետքա փորձել մոտիվացնել, տալ ապագայի տեսլական, որտեղ ինչքան նախկինից են հոգնած, այդքան է ներկայից են հոգնած։ Միակ դաշտը, որտեղ դու կարող ես խաղալ, այդ ապագան է։ Իսկ դու ոչ թե պետքա փորձես ամպլիֆիկացնել այդ առանց այն եղած նեգատիվը, այլ տալ պոզիտիվ։ Կներեք, եթե շատ այսպես նեղ մասնագիտական եղավ, ես շատ եմ խոսել նաև սրա պարզ, ավելի հանրամատչելի կողմի մասին, որ ապեր հակաիշխանական դաշտում ընդհանրապես իրար հանդեպ քննադատություն չպետքա լինի։ Այդ քննադատությունը ինքը ռեսուրս է, ջանք է, ժամանակ է, որը դու ոչ թե փոխանակ ուղեք հիմնական թիրախին, ուղում եք իրար մեջ։ Դուք դրանով լավություն եք անում հիմնական թիրախին։ Հիմա նույն թեզն եմ պաշտպանում, ավելի абստրակտ, ավելի տեսական կողմով, որը իդեպ ավելի պարզ է, ավելի հասկանալի է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այնտեղ, ներքին տարաձայնությունները պետք է զմռսվեն, թաղվեն, լավ կլինի նաև հարթվեն, վերացվեն առհասարակ, եթե ոչ գոնե մի ձև պարտակվեն, բայց նաև սրա օգտին է խոսում մաթեմատիկան, որը մի քիչ ավելի դժվար է, էլի абստրակտ բանի շուրջ կարելի է հələ բանավիճել, թեպետ այդ абստրակցիան էլ է հենվում գիտական մոդելի վրա, բայց այն որ 2.2 հավասար է 4, դա մի քիչ դժվար է վիճել։ Հիմա այստեղ էլ եմ ասում 2.2 հավասար է 4։ Այդ խավը մեր բնակչության, որը այո չի սիրում ներկայ իշխանություններին, այսինքն պոտենցիալ էլեկտորատ անդիմության որևէ մի խմբի համար, բայց նաև չի սիրում, ասենք, նախկիններին, իրանց գնաս իդեպ, նաև եթե գնաս իշխանության դեմ հակաբաներ ասես, էլի գրեթե նույն զրոյական արդյունքն է լինելու։ Իրանք դա արդեն գիտեն։
Այսինքն իրանց պետքա ուրիշ բան տալ։ Հիմա սա պրոյեկտը մեր վրա ազգային դաշտում, երբ որ հայտնի թեզերը անդադասվում են, միշտ ոնց էլ չլինի, որ մեկը կանգնում է, ասում է, «Այդ գիտենք ինչ անենք»։ Այդ ինչ անենքը մարդը ապագայի հետ կապված տեսլական է ուզում ստանա, որտեվ անցյալը իր համար պարզ է, ներկան պարզ է, ինքը լավ ապագա է ուզում։ Գնացեք լավ ապագայից, խոսացեք ինչ է կախվի այդ մարդկանցից։ Հատկապես, որ շատ կներեք, այդ մարդիկ, Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը ունեն էլեկտորալ նաև վարկանիշ, իրենց ղեկավարած թիմերով, կուսակցությունով, մի դեպքում ունեն մոբիլիզացիոն պոտենցիալ, այսինքն հիմա ինչ անուղակի թուրքի ջրաղացին եք ջուր լսնում, այսքան մարդու բռնել են, այսքան մարդուն հալածում են, բան եք դառնում էլի, սա ուչասնիկ հանցակից եք դառնում ես նույն պլանին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ինչ եք ուզում։ Եվ ի վերջո, մեր դեմ գործում է համակարգ, մի ամբողջ դաշտ հակահայկական։ Ով է այդ զորավորը աժդահան, որ մտածում է, որ միայնակ, անգամ եթե այդ միայնակը քաղաքական ուժ է, կարող է այդ դաշտին հաղթել, անհնար է, դաշտով են հաղթում, թիմին թիմով են հաղթում, անձը անձին է հաղթում, շախմատիստը շախմատիստին, բեյսբոլիստը բեյսբոլիստին։ Հիմա եթե դուք ուզում եք հաղթանակ տանել այս իշխանությունների հանդեպ, ապա դա պետք է լինի դաշտով։ Ազգային դաշտ բառակապակցությունը մեր կազմակերպության համեզ ներդրումներից մեկն է հայկական քաղաքական լանդշաֆտ, քաղաքական խոսույթի մեջ, եւ դրա տակ շատ մեծ իմաստ կա։ Մենք պետքա դաշտով խաղանք։ Այո, սա չի նշանակում, որ այդ դաշտը մոնոպոլիզացված է։ Եթե կան խաղացողներ, որ կարող են մտնել եւ ավելացված արժեք բերել այդ դաշտ, ապա խնդրեմ։ Բայց դաշտի եղած ռեսուրսները իրար մեջ վերաբաժանել, առավել եւս իրարից խլել, իրարից ռեսուրս խլել, իրար անվանարկել, իրարից շտաբի պետեր, հանձնաժողովի անդամներ բանանել, խլել չի կարելի։ Սաղ իմաստը է, այո, սաղ իմաստը այդ 60%-ին բերելն է, ապա կողմնորոշված։ Բայց հիմա պատկերացրեք իրանք այս դաշտում չեն, դաշտից դուրս են, իշխանության դաշտում էլ չեն, մեջտեղ ինչ-որ միտեղ կանգնած են։ Եվ այս դաշտի ներսում մարդիկ իրար վրա են գոռում։ Ասենք հավանականությունը, որ մարդը պետք է գա մտնի այդ գժանոցի մեջ, ինչքան է։ Պետք է համերաշխություն լինի, որ դա մարդուն գրավի։ Ասի փաստորեն այս մարդիկ ճիշտ են ասում, ամեն մեկը իր ձևով, բայց սաղել ուզում են փրկել հայրենիքը, այս մի հատ ընդհանուր դաշտ է։ Սրա մասին է այսօր ուզում խոսալ, որովհետև թեման ոնց որ թե ըստ որում անձերը կամ անձինք կամ ուժերը չեն, սա երևույթ է։ Հիմա մեկի մոտ այդ գայթակղությունը կարող է մի քիչ շատ կա, մեկի մոտ ավելի քիչ կա, մեկը արտահայտում է, մեկը չի արտահայտում, մեկը ափաշկյար է անում, մեկը տակից է անում, էական չի, բայց ընդհանուր առմամբ մի հատ լուր եկավ, էական չի, բայց ընդհանուր առմամբ թևածում է, կախված է այդ թեման էլի, որ ամեն դեպքում, բայց նախկիններին էլ չեն սիրում, ներկաներին էլ չեն սիրում։ Լավ, ի վերջո, այդ նախկինները երբ են դադարել իշխանություն լինել։ 2018 թվականին, 7.5 տարի է անցել։ Քան թե արդեն ինքնին այդ բառը փորձեք ձևակերպել կպցնել ներկայիս իշխանություններին, իրենցից թելադրած օրակարգն է սպասարկում։ Այս որում այդ օրակարգի ուղիղ շահառուն իրանք են։ Ես միշտ բերում եմ Ալիևի օրինակը, միշտ Ալիևի օրինակն եմ բերում, ասում նայեք, Ալիևը ստեղծել է մի հատ դաշտ, մի հատ խոսույթ։ Ну դաշտ, դաշտի մեջ խոսույթ, այն ոնց էր, մի փչակ, ծառում մի փչակ, լավն էր Թումանյան, այս բան չեմ հիշում անգիր։ Ստեղծել է մի հատ մեծ դաշտ, մեջը կանոններ, զգացմունքներ, սենտիմենտ, խոսույթ, արժեքներ եւ այլն։ Դաշտի անունն է հակահայկականություն, իրական հայատյացություն։ Այդ դաշտ ով որ մտավ, դա օգուտ է Ալիևին։ Այսօրվա պես եմ հիշում եւ ապրիլյան պատերազմի ժամանակ եւ դե իհարկե հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ, որ ադրբեջանական ընդդիմադիրները իրական կամ այսպես կոչված այսպես ոնց էին միասնական կանգնած այդ դաշտում, այդ հայատյացության դաշտում։ Նույնիսկ լավ տպավորվել է բլոգերներից մեկը ընդդիմադիր գրել էր
դե հիմա սաղыз մեկ ենք, սաղыз մի մարմին ենք, բայց հեսա բարով խերով պրծնենք, ես գրելու եմ, թե Լաչինի ոստիկանապետը ինչ կաշառակեր է, Քյալբաջարի դատախազը ոնց է քաղաքացուն վիրավորել, ոնց որ էլի վերադառնալու եմ իմ հին ընդդիմադիր կեցվածքին, բայց քանի ես հայատյացության դաշտում եմ, Ալիևի հետ խնդիր չունեմ։ Նույնիսկ ընդդիմադիրը, որը հակաալիևական է իբր կամ իրոք այս կամ այն պատճառով, բայց հենց մտնում է դաշտ, իսկ դաշտը Ալիևն հենց է սարքել, որ դաշտը գրավիչ լինի։ Դա օգուտ է Ալիևին։ Այդ բանին ասենք պատերազմ է, Ալիևը պատերազմ է վարում, այդ մարդն իրան չի քննադատում, օգուտ է։ Ավելին հələ մի հատ էլ հայրենասիրական խոսույթ է տարածում, օգուտ է Ալիևին, օգուտ է, բա դա է մարիֆաթը պարավների ասած, դա է հունարը, որ կարողանաս դաշտ ստեղծել, ոչ թե ուղղակի թիմ, կազմակերպություն, կուսակցություն, տո նույնիսկ պետությունն էլ եթե դաշտ չունի, դաշնակիցներ չունի, խոսույթ չունի, միջազգային ներկայանալություն չունի, մի օր անկում է ապրելու, ոնց որ այսօր մենք ենք ապրում։ Այդ է հունարը, որ դաշտ ստեղծես։ Հիմա այս դեֆակտո իշխանությունը ստեղծել են դաշտը։ Ու դաշտի կարևոր հենասյուներից մեկը այդ նախնինացավն է։ Ով է թեմայից խոսում, ես չեմ ասում, որ պարտադիր ինքը այս իշխանությունների կոլաբորանտն է, այս իշխանությունների հետ է աշխատում, բայց ինքնաբերաբար, ավտոմատիկ, զուտ ֆիզիկայի օրենքներով ինքը սկսում է ջուր լցնել դաշտը ստեղծողի ջրաղացին։ Հիմա որ միտեղ վարձով ապրեմ, անգամ եթե ես չիմանամ ով այդ տանտերը, կամ նույնիսկ ատեմ իրան, բայց վարձ եմ չէ տալի այդ մարդուն։ Արանքում բրոկեր կարա լինի, եսի միջ կլինի այդ մարդու դեմքը ես տեսածը չլինեմ, բայց վերջի վերջո իրա դաշտում եմ ես։ Իրա կանոններին եմ ենթարկվում, օրինակ եթե ծխել չի կարելի, ծխեմ կանի դուրս կշպրտի։ Ընտանիք ենթանի չի կարելի, բերեմ բանկանի։ Վարձը մի վերջո տալի էլի իրա դաշտի կանոնն է։ Տեղա ոչ այդ մարդու ջրաղացին եմ ջուր լցնում։ Անկամ եթե նստեմ միտեղ ասեմ, հա տանտերը սենցա նենցա աշխարհի տակի քֆուրները, դա մա ինչքան ուզում ես դու իրա դաշտում ես։ Նույնիսկ այդ լեգենդար բայցը, որ ասում են դե ես իշխանությունների կողմից չեմ, բայց դե ամեն դեպքում նախկինները դե էլի, բայց դե ամեն դեպքում։ Սև ու սպիտակ է ժողովուրդ։ Եվ մենք չենք դա ստեղծել։ Իրանք են ստեղծել։ Ես չեմ ասում ավելի ուժ գնացնենք։ Ընդհակառակը ուժ գնացնենք, որտեղ որ բային դուք ասում եք նախկիններ, շատ առաձգական մի հատ տերմին է, բայց դուք մտնում եք իր դաշտ։ Եվ վերջո հասկանանք էլի այդ նախկինների այդ խնդիրը լավ արդեն 1000 տարի է անցել, պետքա պարզ լիներ էլ ինչ որ շատ քչերիս էր պարզ 18 թվականին, բայց հիմա արդեն պետքա շատ-շատերի պարզ լինի, որ այդ հականախկինականությունը ինքը հականախկինականություն չի ուղղակի, այսինքն ուղղված այդ անձանց դեմ, կամ թեկուզ ուղղված այդ անձանց դեմ կոռուպցիայի համար, այսինքն թալանի համար, այդ պրոյեկտի դեմ է ուղղված, հայկական նախագծի դեմ է ուղղված այդ ատելությունը։ Ռոբերտ Քոչյանը ու Սերժ Սարգսյանը ուղղակի ծառայում են որպես այդ պրոյեկտի մոտարկված, մոդելավորված մարմնացումներ։ Ձեզ ստիպում են այդ մարդկանց ատել նրա համար, որ իրանք այն ինչ հիմա բառացի են իդեպ ասում։ Ժամանակին մենք գործընկերներով դա իրանց փոխարեն ասում էինք, որտեղ հասկանում ենք իրանց գլխում ինչա կատարվում։ Հիմա իրանք բառացի են ասում, որ այդ մարդկանց դուք պետք է ատեք, որովհետև իրանք բերել են Ղարաբաղ կոչվող բանը, դնչկալը, ոտնակապիչը, մեծերի լեզվով ասած, ռուսների թելադրանքով փաթաթել են ձեր վզին, հայաստանցիներ ջան, չեն թողել, որ դուք կայֆավատ լնեք, ինչ ուզենաք անեք, կաֆեներից, ռեստորաններից, փաբերից տուն չգաք, ուռեք, նստեք, գնաք զուգարան, պրոստը սեքս անեք, ոչ թե բազմանակ, այլ սեքս անեք, ու դեց կայֆավատ լնելով վերջում մեռնեք, հա, ընթացքում է հարկեր տակ։ Փոխարենը ձեզ ստիպել են ինչ-որ ազգ բանակ, ամրոց, ընտանիք, եկեղեցի ու այդ սաղ բոբո ռուսների թելադրանքով։ Իրանք այդ մարդկանց հանդեպ դրա համար են ատելություն սերմանում։ Պրոյեկտի դեմ են իրանք խոսում։ Պարտադիր չի, որ հիմա մեկը կգնայի ասի, հա, բայց ունեն, չէ՞ սխալներ, հա ունեն, բայց դրա համար չեն քննադատում։ Քաղաքական գործիչները ամենասիմվոլիզացվող գործիչներն են։ Եթե որևէ քաղաքական գործի դեմ կուլտիվացվում է ատելություն կամ թեկուզ պաշտամունք,
երկու ծայրահեղություններ։ Ուրեմն պետք է հասկանալ, որ դա սիմվոլի դեմ է։ Առանձին վերցած մարդը այդքան մեծ արժեք չունի, ուզում է միլիոնատեր լինի, ուզում է միլիարդատեր լինի։ Առանձին վերցած մարդը չունի այդ արժեքը, որ այդքան ինդուստրիա, քաղաքական ինդուստրիա աշխատի, որ իր դեմ ատելություն կուլտիվացնի։ Ուրեմն ինքը ինչ-որ բան է մարմնավորում, կամ գոնե այդ ատելություն կուլտիվացնողը համարում է, որ մարմնավորում է։ Քոչարյանն ու Սարգսյանը մարմնավորել են այդ գաղափարը։ Հայկական քիչ թե շատ ինքնուրույն ինքնիշխան պրոյեկտ Հարավային Կովկասի տարածաշրջանում, որին թշնամի են Թուրքիան ու Ադրբեջանը եւ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները։ Նույնիսկ օրինակ Պուտինի օրինակը կա, օրինակ ինչի են Պուտինին համեմատում Ստալինի հետ։ Զուտ որտեղ Ստալինը չարագործ է, Խրուշովը չարագործ չի։ Խրուշովի այդ բանը կա շատ տարածված է ռուսական ակադեմիական շրջանակները, նույնիսկ հասարակական շրջանակները լավ տեղյակ են, որ ինչպես գրեթե բոլոր իդեպ բաները, տեղական ղեկավարները Խրուշովն էլ այդ տարիներին բան ունի, միջնորդագիր ունի Ստալինի անունով գրած, ուղարկած, որ խնդրում եմ գնդակահարությունների քվոտաները մեծացրեք ուկրաինական ԽՍՀ-ի համար։ Եվ բնականաբար բան է եղել էլի, հավանության արժանացել։ Դա այն ժամանակների ձևն էր, այսինքն դու պետք է ցույց տայր, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ես։ Խրուշովից խի չեն այդ բանը կերպարը ստեղծում։ Խի չեն Պուտինին համեմատում Խրուշովի հետ։ Զուտ որտեղ Ստալինն է ղեկավար եղել, հետո էլ Խրուշովն է ղեկավար դարձել։ Այդ վաղ Ստալինն էր, հետո Խրուշովն է եղել։ Որովհետև Ստալինը մարմնավորում է էլի սիմվոլ, որը Խրուշովը չի մարմնավորում, օբյեկտիվորեն։ Ստալինը մարմնավորում է ռուսական ինքնիշխան պրոյեկտի, կայսերական պրոյեկտի սիմվոլը, գաղափարը, որը այս կամ այն կերպ մի քիչ ավել, մի քիչ պակաս, կիսատ պրատ տրամվի տակ ընկած փորձում է նաև Պուտինը ստեղծել, վերակենդանացնել, կծմցել, ինչ որ հնարավոր է այդ բանին անել, որտեղ պայմանները են չեն, ռեսուրսները են չեն եւ այլն։ Դրա համար օրինակ իրանք կապում են Ստալինի անվան հետ եւ բան են անում, դեմոնիզացնում են։ Նույնը Ժուկովի դեմ 80-ականների վերջից, երբ որ սովետը քանդվում էր, ինչ կեղտոտություններ ասես սկսեցին գրել։ Եվ դրսում եւ արդեն դե սովետում, որտեղ պերեստրոյկա էր, սկսեցին գրել։ 8 հատ կին ուներ, ես ինչ ուներ, այդ նոր իմացակ, որ 8 հատ կին ուներ։ Դա Ժուկովի մասին չէր, դա հաղթող ռուս, սովետական, դա ռուսական պրոյեկտն էր։ Հաղթող ռուս զորահրամանատարի, որը հաղթանակի սիմվոլն էր, ապամոնտաժումներ, այսինքն հաղթանակի ապամոնտաժումներ։ Նույնիսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրանք եղած արձանագրված 90-ականների հաղթանակի մարմնացումն էին եւ նաեւ հայկական այդ քիչ թե շատ ինքնուրույն պրոյեկտի, որը ինչ որ կարմիր գծեր ուներ, ասում էր, հա, այս պատրաստ եմ փող զիջել, այս պատրաստ եմ, բայց այս կարմիր գիծս է, վсё, պետք է հարգեք։ Հետս խոսալուց, հետս հարաբերվելուց պետք է հարգեք։ Ու մինչև վերջ կանգնած էին այդ կարմիր գծի վրա, անկախ նրանից այդ կարմիր գիծը ինչքանով ենք մենք համարում, որ առաջ էր, հետ էր, աջ էր, ձախ էր, բայց այն կար եւ այդ մարդիկ կանգնած էին։ Հիմա լավ է, այսքանից հետո մտնել այդ բանի մեջ զուտ որ ունեն թվային տեսքով բան, այդ մարդիկ հակավարկանի անիմաստություն է։ Այսինքն դուք էլի սկսում եք պրոյեկտին խփել։ Ոչ մեկը չի, ասենք, չի կանգնելու էս դե ֆակտո պարագլուխը, ասի ես դրա համար եմ իրանց թիրախավորում, բարձրապես ասի թալանի, մալանի, կոռուպցիայի, ճիպերի, դղյակների եւ այլն։ Հիմա ու չի կանգնում ասում ես եկեղեցին եմ քանդում։ Բաս մը մեռնեմ եկեղեցուց, եկեղեցու զավակ եմ, աշխարհի տակին գլխի պատարակ չմնաց, որ չգնայի։ Ես ուղղակի անձի դեմ եմ, բայց բարձր չէ որ եկեղեցու դեմ է, եկեղեցին է քանդում։ Նույնիսկ էլ ընդ է պրոյեկտն է քանդում։ Եվ ստեղ ինչ որ ռեյտինգներ, մեյթինգներ Ռեյտինգները կարևոր բան են, բայց այդ ռեյտինգների տակին նաև որակական բաներն է պետք կարդալ։ Մի հատ տեսնենք, եթե ինչ-որ աշխարհացունց բան էս ընթացքում տեղի չի ունեցել, ոնց որ տեղի չի ունեցել, գիտեք։ Նայում եմ թարմացում չկա ինչ-որ լրատվականներում։ Սատկած ծուկը լավ է, ինչ-որ անկապություններ չէ, Ժողովուրդ ջան, չունենք, այսօրվա մեր խոստացված օրակարգն էլ ավարտվեց, մենք քաղաքագետի կաբինետի շրջանակներում կհանդիպենք այսմ հաջորդ 3 շաբթի, այդ մեր մոտ լինում է վայթե դեկտեմբերի 9 նույն ժամերին, պինդ եղեք,
վերջում ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։